Ամեն առավոտ Արսենը շտապում է հին Դիլիջանի կոլորիտային այս շինություն, որտեղի թիվս քաղաքի այլ վարպետների նաև իր արվեստանոցն է։ Վերջերս են նորոգել, ավելի լուսավոր ու հյուրընկալ դարձրել։ Մեկը մյուսին չկրկնող բազմազան ու գունագեղ զարդան նախշերով կավե իրերն աչք են շոյում։ 43-ամյա Խեցե գործը կավի հետ ընկերացել է 20 տարի առաջ, համոզված է, գտել է իր ձեռագիրը։ Բոլորի մոտ այն տպավորությունն է, որ այս պտտելը ամեն ու վերջ, բայց սա ընդհանրապես սկիզբն է։ Այստեղից է սկսվում գործի ողջ ընթացքը, կարելի ասել։ Նոր գործ է սկսել, ձեռքի թեթև վառ շփումով կավը ձև ու շունչ է ստանում, ապագա ծաղկամանը դեռ երկար ճանապարհ է անցնելու։ 7 օր չորանում է, դրանից հետո գնում է վառարան։ Առաջի թրծումը ճիշտ ասած մի քիչ, երկրորդը 1025 աստիճանում։ Դրանից հետո ջնարակներով ներկելու պրոցեսն է գալիս։ Երկու անգամ թրծվում է կավը, որպեսզի ստացվի կայուն, ամուր եւ սննդի համար օգտագործելի։ Աշխատում է եւ դիլիջանյան եւ արտերկրից ձեռք բերած կավով, հաճախ համադրելով, ինչից գործը միայն շահում է։ Առաջին աշխատանքը պատրաստել է 23 տարեկանում։ Արվեստանոցը Դիլիջանի ամենամարդաշատ վայրերից մեկում է, որտեղ նաեւ զբոսաշրջիկների պակաս չկա։ Արվեստանոցները այս փողոցի հոգին են։ Իհարկե, շունչ են տալիս, մարդիկ գալիս են ոչ միայն փողոցը անշարժ որպես պատկեր ճարտարապետություն տեսնելու համար, այլ նաեւ մտնում են արվեստանոցներ, որ ոչ մի բան չեն առնում, մեր մշակույթի հետ իրանք ծանոթանում են։ Նրան ավելի շատ գրավում են հայկական գորգի ու կարպետի զարդանախշերը, նաև մանրանկարչությունը, երբեմն ընդօրինակում է թանգարանային հնագույն իրերի նմուշներ։ Հոգու, պահանջ, ստեղծագործական պրոցեսը։ Աշխատելու ժամանակ ճիշտ ասած ես փողի մասին բացարձակ չեմ մտածում։ Ավելի շատ մտածում եմ որակով եւ գեղեցիկ, ինչքան հնարավոր է գեղեցիկ ինչ-որ բան պատրաստելու։ Դիլիջանը հայտնի է փայտագործ վարպետներով, սակայն նույնը չես ասի Խեցե գործների մասին։ Արսենը հուսով է, որ դեռ կլինեն ժողովրդական արվեստի այս տեսակով հետաքրքրվողներ, իսկ ինքը պատրաստվում է սովորեցնել իր երկու դուստրերին։ Հերմինե Բաղդասարյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, լուրեր։